Բարև ձեզ սիրելիներս, սա իմ երկրորդ վիդեոն է, ես սկսել եմ այս ալիքը, որովհետև ուզում եմ ոչ միայն նիհարել, այլև փոխել կյանքի որակը, եթե լինեմ ազնիվ կասեմ, որ ուզում եմ դա միայնակ չանել, այլ ձեզ հետ միասին, այսօր իմ 5-րդ օրն է կարնիվոր դիետայում, արդեն ինձ բավականաչափ լավ եմ զգում, նախ ինչու եմ ես ուզում ձեզ հետ միասին սկսել, ուզում եմ սկսել այն պատճառով, որ ինձ պետք է դիսցիպլինա ու մոտիվացիա, հույսով եմ իմ վիդեոները կօգնեն ինձ և իհարկե ինձ նման ուրիշների, ես ոչ բժիշկ եմ, ոչ էքսպերտ, բայց ժամանակին ես այդ փորձը ունեցել եմ, արդյունքները տեսել եմ, հիմա ուզում եմ, որ ալիքը շատանա, բաժանորդները շատանան, ուզում եմ, որ ալիքը տարածվի, որպեսզի ես, ինչպես ասում են, չհուսահատվեմ, միասին սկսենք իրար օգնելով, հիմա ես ուզում եմ խոսել կարնիվոր դիետայի առավելությունները, ճիշտ է դժվար էր սկսելը, իմ մոտ ընդհանրապես այդ դժվարությունները տևում են մոտ 2-3 օր, դրանից հետո արդեն ամեն ինչ հեշտանում է, միգուցե արդեն իմ օրգանիզմը սովորել է, բայց այդպես է, մարդիկ կան, որ ասում են գլխացավեր ենք ունենում սկզբնական շրջանում, սրտխառնոցներ, թուլություններ, իմ մոտ դա չկա, փառք Աստծո, իդեպ, թուլության մասին, երբ որ ասում են, երբ որ դու զուտ կենդանական ծագման ուտելիք ես ուտում, քո մոտ ոչ մի թուլություն էլ չի լինում, շատ աշխուժ ես լինում, շատ ավելի շարժողականությունդ ավելի որակով է լինում, ռուսերեն ասած ադիշկաները ավելի են, շնչառությունը ավելի է բացվում, մի խոսքով առավելությունները շատ են, այս 5 օրվա ընթացքում ասեցի, որ տունը կշեռք չկա, որ ես ինքս կշռվեմ, իմանամ ինչքան ոնց, բայց զգալով ինձ իմ շորերից, ես չեմ ասի դա հենց ճարպն է, ակնթարթային այրվավ գնաց, չէ, դա բնականաբար հավաքված հեղուկն է, բայց տեղաշարժ լինում է, ընթացքում իհարկե ավելի որակով, իսկ ինչ մնում է առողջական վիճակին, ինքը ավելի առույգ ես զգում, ավելի գլխացավերը չես ունենում, մի խոսքով ամեն ինչ նորմալ ընթանում է, հիմա ոնց որ ասած ես ադապտացիոն շրջանում եմ, բայց փառք Աստծո ամեն ինչ նորմալ գնում է, իդեպ ինչ է կարնիվորի առավելությունը, կարնիվորի առավելությունը այնա, որ մարդու ախորժակը փակվում է, երբ որ դու ուտում ես խելքին մոտ քանակի մսային, կենդանական ծագման միս, ձուկ և այլը, մանավանդ երբ որ ուտում ես ճարպոտ միս, ախորժակդ փակվում է և դու ընդհանրապես ուտելու կարիք չես ունենում, և այն բոլոր, այն փոքր, որ անդադ
ռուսերեն ասած էլի նորից պերեկուսները ընդհանրապես այդ պերեկուսների կարիք вообще չես էլ զգում։ Այդքանով որ ինքը շատ հարմար է։ Մանավանդ եթե ոնց որ ասած ուտում ես առավոտը ու կեսօրին արդեն կեսօրին էլ չէ 5-ի 6-ի կողմերը всё վերջին արդեն քո ուտելն է ու էլ չես շարունակում ուտել։ Իհարկե անդադ ջուր պետք է խմես, որովհետև դա ջուր է պետք։ Իսկ եթե մարդ կա թուլություն է զգում, այդ դեպքում միներալների պակասություն կա, թապես մարդ պետք է կամ ջերմուկ խմի, կամ էլ աղ, ցանկալի կլինի որակով աղ, ոչ թե կամ ծովի աղ, այդ հիմալայան աղերից, բայց եթե սովորական աղ էլ լինի, չի խանգարի։ Մի պտղունց ջրի մեջ աղը լցնում խմում եք ու ամեն ինչ օքեյ, ամեն ինչ անցնում է, մինչև ադապտացվելը։ Մարդը սպիտակուցներով ընդհանրապես մարդու ամենագլխավոր բանը որ պետք է լինի սպիտակուցները ինքը օգտագործի բավարար քանակությամբ, ինչքան որ իր օրգանիզմին դա պետք է։ Սպիտակուցներն են մարդու օրգանիզմի կառուցողական ֆունկցիաները։ Եվ կոնկրետ իմ մոտ ես արդեն չգիտեմ էլ ոնց կոնկրետ իմ մոտ ածղաջուր ուգլիվոդ ասածը ահավոր է։ Ինքը նախ ուտելուց կամ նորմալ չի մարսվում, կամ ինչ որ վատ աշուշենիա է տալի մոտս, ահավոր ինքը կարա ուռացնի, ուղղակի ուռում ես, հեղուկ ածղաջուրը շատ է հեղուկ պարունակում, իր մեջ շատ է մարդու օրգանիզմում հեղուկ ավելացնում։ Իսկ սպիտակուցներ ուտելու ու ճարպեր ուտելու դեպքում դա այդպես չի։ Դեռ այդ քաշ գցելը մի կողմ, ինքը այնքանով է կարևոր, որ աուտոիմունի սիստեմով ինքը սիստեմ այդ աուտոիմունի մարդիկ ունեն տարբեր հիվանդություններ, դա էլ կամաց թեթևացնում է, բայց մարդիկ կան, որ տարիներով դա օգտագործում են, դա նույնիսկ վերանում է։ Հետո ստրախանդրոս ասածը, մաշկի վրայի տարբեր հիվանդությունները, պսորիազ կամ էկզեմա, ամեն ինչը ինքը ժամանակի ընթացքում վերացնում է։ Ինքը այդ սննդակարգը շատ, նորից եմ ասում, շատ հաջող է, այդ չի նշանակում, որ ինքը իր թերությունները չունի, ունի, եւ մարդը ինչ ոնց է լինի, բնականաբար ինքը կարոտում է բանջարեղենների, մրգերի, քաղցրի պահով ընթացքում ընդհանրապես մարդ քաղցր չի զգում, նույնիսկ այն հետագայում, եթե այն ամենաչնչին բանը, որ մեջը շատ քիչ քանակությամբ շաքար է լինում, դա էլ ուտելուց ահավոր զգում ես, որ այդ շաքարը ահավոր շատ է քո համար։ Ինչ մնա, որ ասում են մարդուն գլիկոզա է պետք, գլիկոզա պետք է, բայց մարդու ուղեղը ինքը իրանով էլ գլիկոզա արտադրում է, այնպես չի, որ գլիկոզա չկա մեր օրգանիզմում ու չի էլ լինի։ Հետո կա մի բան էլ, եթե մարդ չափից շատ էլ է սպիտակուցներ օգտագործում, դա ընթացքում նաև կարող է գլիկոզայի էլ վերածվի։ Իհարկե նայած օրգանիզմի։ Ասացի, որ այդ կարնիվոր դիետայի ամենալավ օգտակար կողմը դա է, որ առույգ ես, հաց ուտելուց հետո մարդիկ կան, որ ուզում են քնել, թուլ են, չեն ուզում, ընդհանրապես ամեն մեկը մի ձևով է
Իսկ շատ ահավոր առույգ է պահում կարնիվորը, շատ ավելի աշխույժ է պահում ինքը, ուտում ես քու չափաբաժին, օրինակ այդպես է իմ չափաբաժինը արդեն ես, եթե ուզենաք մեկնաբանություններում գրեք, ես կարող եմ ասել ձեզ ինչքան ոնց ինչ չափաբաժիններով, օրինակի համար ես մոտավորապես ինձ պետք է 1700-ից 1800 где-то կիլոկալորիա, իհարկե դա տարբեր է հավի ձկան կամ տավարի մսի բաները, բայց օրինակի համար ես տենց շատ էլ չեմ խորանում, գրամներով ամեն անգամ, 2 անգամ եմ ուտում, կարելի է 200 գրամ, 250 կամ թեկուզ 300, էլի չես չարաշահի, այդքան միսը ուտել, ասենք 2 ձվի հետ կամ 3 ձվի հետ, սկզբնական շրջանում նույնիսկ եթե մի քիչ շատ էլ ալնում, դե բնական է, օրգանիզմդ կամաց ադապտացվում է։ Մի քիչ շատ էլ ալնում, դա ընդհանրապես էական էլ չի։ Ընթացքում ինքը ամեն ինչ գալիս է իր տեղը, կարգավորում է, նույնիսկ լինում են պահեր, որ ինքը դաժե 200 գրամն էլ չես կարողանում ուտել։ Պատահել է իմ մոտ, որ նույնիսկ մի կուսոկ միսն էլ չի գնացել, ոնց որ իրոք ահավոր շատ կերած լինես։ Հետո ինքը ամեն ինչում զգում ես, փոփոխությունը շատ արագ զգում ես։ Ես գիտեմ մարդկանց, որ դրանք տարիներով այդ նույն սննդակարգով են ապրում, նույնիսկ իրանց կազմվածքը, մարդիկ սպորտով են զբաղվում, լրիվ տարբերվում է կազմվածքը ինչ-որ ուգլիվոդով պարապող մարդկանց կազմվածքը ու մսայինը տարբերվում է։ Եվ իրանք էլ ասում են, որ տարբերությունը մեծ է։ Օրգանիզմը նենց բան է մարդու, ասենք տարբեր մարդկանց մոտ տարբեր բան է։ Օրինակ, ես փորձել եմ կետո դիետա, ինքն էլ նմանապես ինքը նորմալ դիետա է, էլի ինձ շատ է օգնել, կետո դիետայի ժամանակ մոտավորապես 6-7 ամիս ես կետո դիետան պահել եմ։ Ինքը հարմար է, որովհետև այնտեղ բանջարեղեններ ես ուտում, այնտեղ գոնե հատապտուղներ ես ուտում, արդեն բայց մի քանի ամիս հետո, քիչ։ Բայց ճիշտ ասած, դա էլ է օգնում, դա էլ լավ է, բայց ես ոնց հասկացա, ինձ ավելի օգուտ, ինձ ավելի առողջարար, ինձ ավելի լավ եմ զգում կետո դիետայի, կարնիվոր դիետայի ընթացքում։ Սիրելիներս, քանի որ իմ կանալը ես նոր եմ բացել, հույս ունեմ, որ իմ վիդեոները ոչ միայն ինձ, նաև իմ ապագա լսարանի այն մարդկանց կօգնեն, որոնք այդ մոտիվացվելու կարիքը կունենան։ Խնդրում եմ բաժանորդագրվել իմ ալիքին, սեղմել զանգակի կոճակը և միասին անցնենք այս բարդ, բայց և միևնույն ժամանակ հաճելի ճանապարհը։ Եթե կհետաքրքրվի ինչ-որ մեկին, գրեք ձեր
մեկնաբանություններում, ովքեր են ինչ սննդակարգ պահել եք երբևիցե թե չեք պահել, իսկ եթե նույնիսկ այդ կարնիվոր դիետայի կամ կետո դիետայի փորձը ունեք, նմանապես մեկնաբանություններում գրեք։ Այս ուրախ կլինեմ, որ կանալը նոր կանալ է, դիտումներ ես հասկանում եմ, որ չկա, շատ քիչ են, որպեսզի եւ կանալը եւ աճի եւ ես առաջ գնամ թե կանալով, թե մոտիվացվեմ։ Շնորհակալ կլինեմ յուրաքանչյուրիցդ, յուրաքանչյուր լայքի ու դիտումի համար։ Երևի այսօր այսքանը։